Ուրեմն այսօր ի՞նչն է մեզ համար վկայություն, թե որ քարոզությունն է ունայն կամ որը ճշմարիտ։ Որ քարոզիչն է սուտ, որը ճշմարիտ։ Որ հավատն է կենդանի, իսկ որը մեռած։ Այս հարցերի պատասխանը ո՞նց ենք մենք գտնում մեզ համար այսօր։ Հիսուսն ասաց. «Ապշտակող գայլեր են գալու իմ անունով։ Նրանք գառան արտաքինով են, բայց իրականում մոլորեցնողներ են։ Նրանք քրիստոնեության անվան տակ են, Հիսուսին որպես Աստված են ներկայացնում, Հիսուսի հարությունն են անգամ քարոզում, սակայն իրենք ճշմարտությունից չեն, քանի որ իրենց ցանկությունների համար են ապրում եւ գործում։ Աստծո խոսքը օգտագործում են միամիտներին խաբելու եւ նրանց գրպանները մտնելու։ Աստվածաշունչը իրենց համար իրական կյանքը չէ։ Հիսուս իրենց կյանքի թագավորը չէ։ Իրենք են իրենց թագավորը, իրենք իրենց ցանկություններն են իրականացնում, ոչ թե հոր կամքը։ Իսկ Սուրբ Գիրքը պարզապես գործիք է, օրենքների դասագիրք է իրենց համար, որով մանիպուլացնում են միամիտներին, օրենքի լծի տակ դնում ու իրենց համար բիզնեսներ ստեղծում։ Սրանք արտաքնապես գառնուկներ են եւ իրենք գիտեն, թե ինչպես գառան դեմք ընդունեն։ Քաղցր խոսքերով, կես խոնարհությամբ, գեղեցիկ ու գրագետ բառապաշարներով, բարություն ու սեր բառերի ետևում թաքնված։ Հիսուս Մատթեոս 7-րդ գլխում ասաց. «Այսպիսիներին կհայտնաբերեք իրենց պտուղներից»։ Եվ որոնք են այդ պտուղները։ Անմիջապես դրանից հետո Հիսուս խոսեց հոր կամքը կատարելու մասին։ Ոչ թե ամեն ինչ Տեր ասողն է երկնքի արքայություն անմտնելու, այլ նա ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Ահա այն ցուցիչը, որը որ մենք պետք է ուշադրություն դարձնենք։ Իսկ ինչ է նշանակում հոր կամքը կատարել։ Մենք սա պետք է հասկանանք։ Որտեղից է սկսվում, որն է աղբյուրը դրա։ Այն նշանակում է չշեղվել նրա խոսքից։ Չավելացնել, չպակասացնել, սուտ մեկնություն չտալ գրվածքի մասին։ Գրվածքի իմաստը չփոխել, չծռել ու չհարմարեցնել սեփական մտքերին ու ծրագրերին։ Այլ հոր կամքը ճանաչել այդ գրվածքների մեջ եւ կատարել այդ խոսքը։ Լինել ոչ միայն լսողներ, այլ կատարողներ։ Բայց դա կատարելու համար նախ պետք է հոր կամքը հասկանաս գրվածքների մեջ, գրվածքները ճիշտ մեկնաբանելով։ Հետևաբար այսօր դու կարող ես զանազանել սուտ քարոզիչներին, առաջինը ոչ թե նայելով իրենց արտաքին գառան դեմքերին, որովհետև դրանով հնարավոր է դու խաբվես։ Ոչ թե իրենց մանիպուլացնող բարություն ու սեր քարոզներին կամ քաղցր ու ականջին շոյող խոսքերին, այլ նրանց քարոզածի բովանդակությանը։ Դու պետք է զանազանես նրանց քարոզածի բովանդակությունը նայելով։ Որքանով է նրանց քարոզածի բովանդակությունը համապատասխանում աստվածաշնչյան տեքստերի, նրանց հեղինակների մտադրություններին։ Եթե տեսնում ես մեկը խոսքը ծռում է, հուզված իր կյանքն է պատմում Աստծո խոսքի փոխարեն, կամ հրաշքների ու տեսիլքների մասին է խոսում գրված խոսքի փոխարեն, օրենք է քարոզում շնորհի փոխարեն, դև է քշում, այնինչ դևն է իրեն հեծնել, իրեն է բարձրացնում Հիսուսին փառավորելու փոխարեն, նյութապաշտ է աստվածապաշտության փոխարեն, հպարտանում է իրենով, իր անձն է դնում եկեղեցու կենտրոնում, ապա սրանք Աստծո հոգին ունեցողի համար պարզ նշաններ են, որ սրանք Աստծուց չեն։ Սրանց քարոզի բովանդակությունը Աստծո խոսքի տեքստերից շեղված է։ Հեղինակների մտադրությունները, մտքերը, նպատակները, որը ինչի համար է գրված, դրանք շեղում են։ Եվ դու կարող ես ունենալ զանազանության իմաստություն, երբ դու ինքդ ես հարատևում Հիսուսի վարդապետությունը շարունակապես սովորելու մեջ ու հոր կամքը կատարելու մեջ։
Սա քո անհատական պատասխանատվությունն է, քո անհատական գործն է, որ Աստծո առաջ դու ունես այդ պատասխանատվությունը ճշմարտությունը ճանաչելու։ Քրիստոս հարություն է առել, հետևապես նրա հարության ավետարանը քարոզողները Աստծուց են եւ ոչ թե ստից։ Մեզ համար այսօր ցուցիչն այն է, ոչ թե ով գնաց երկինք Հիսուսին տեսավ, ով գնաց դժոխք եկավ, ոչ, մեզ համար ցուցիչն այսօր սա է։ Ով է քարոզում գրված խոսքը։ Ով է քարոզում գրված խոսքը։ Ով է ցույց տալիս քեզ հեղինակի միտքը։ Եվ ինչ հիմնավորումներ է բերում։ Եթե նա Պողոսի անունը տալիս, չի շարունակում, որ նա Պողոսի ասածը քեզ փոխանցեց։ Դու պետք է լսես հիմնավորումները։ Ինչ հիմնավորումներ է տալիս, երբ որ նա քեզ քարոզում է Պողոսի խոսքերը։ Մի խաֆիր ինքդ ու մի խոսա մարդկանց բարի դեմքերի, արդյունքների, իմաստության, գրագիտության, ռետորական ունակությունների մասին։ Հարցը սրանում է. ով է փոխանցում քեզ Աստվածաշնչյան հեղինակի միտքը։ Ահա թե որ քարոզիչները ունայն չեն այսօր մեզ համար։ Ահա թե որ քարոզիչները սուտ չեն եւ որ քարոզները սուտ չեն։ Ահա այն հավատքը, որը ունայն չէ, որը ուղղված է այսպիսի քարոզությանը, որը ունայն չէ եւ այն հաճելի Աստծուն, եւ այն բերելու է պտուղ քո կյանքում։ Այսօր մեզ համար, երբ քարոզվում է մաքուր ավետարանը, արդեն տրված ու գրված հայտնությունը առանց վերապահումների ու մարդկային մտքի գաղափարների, ապա այդ քարոզությունը այսօր մեզ համար ճշմարիտ է։ Այդ քարոզիչները Աստծուց են, ու այն հավատքը, որն ուղղված է այսպիսի ճշմարիտ քարոզչությանը, այն բերում է եւ բերելու է Աստվածաշնչյան եւ Աստծուն հաճելի պտուղներ։ Այն փոխում է մարդկանց կյանքերը նաեւ այսօր եւ ցուցադրում է այդ իրական պտուղներով այն իրական վկայությունը, որ այս խոսքը Աստծուց է։ Հիսուսի հարությունը փաստում է այն, որ իր խոսքերը լիովին արժանահավատ են։ Հիսուսի հարությունը փաստեց, որ ինքը ճշմարտությունից էր։ Նաև փաստում է այն, որ այն խոսքերը, որոնք Հիսուս տվեց իր աշակերտներին, Սուրբ Հոգու լեցունությամբ ու առաջնորդությամբ, նույնպես արժանահավատ են ու ճշմարիտ, քանի որ դրանք Հիսուսի խոսքերն են, հարուցյալ Հիսուսի խոսքերն են, քանի որ նա է հավիտենական ճշմարտությունը։